Սա ընտրական գեղձիքի դասական ձ. Վերցնում են հայտնի անուն, կպցնում են քաղաքական բնդմանը սպասում, որ մարդիկ չստուգեն։ Նիչե թե փոմփցթքեվցփև անունով էջը գրել է, թե իբր փաթեստչու ետբե ֆերջֆը հոդված է հրապարակել Հայաստանի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների մասին, կասկածի տակ է դրել Նիկոլ Փաշինյանի հաղթելու հնարավորությունը։ Հնչում է լուրջ ամերիկյան մեծ պարբերական ընտրություններ վարկանիշ, բայց ՆՆՄ-ը ստուգել է չի գտել նման հոդված։ Այսինքն թեչու ետբե ֆերջֆի անունը կա, հոդվածը չկա։ Հետո գալիս է երկրորդ շերտը։ Նույն հրապարակման մեջ Փաշինյանին վերագրվել են խոսքեր, թե նա իբր ժողովրդին անվանել է անշնորհակալ ամբոխ ասել, որ իրեն կպատառոտեն, եթե այլս վարչապետ չլինի։ Այստեղ էլ չկա աղբյուր, չկա հրապարակում, չկա ստուգվող մեջբերում։ Սա լրագրություն չէ։ Սա գեղձ հեղինակություն է։ Մեխանիզմը պարզ է։ Հորինել պատմություն, վրան դնել օտար հայտնի մեդիայի անուն, հետո թողնել, որ զայրույթը տարածի այն։ Նախընտրական շրջանում սա վտանգավոր է, որովհետև ընտրողներից շատերը չեն բացի թեչու ետբե ֆերջֆի արխիվը։ Նրանք կհիշեն միայն այն վերնագիրը, որը ինչ-որ մեկը հորինել է իրենց փոխարեն։ Փաստը սա է։ ՆՆՄ-ի ստուգմամբ նման հոդված չկա, մեջբերումները աղբյուր չունեն, իսկ նպատակը տեղեկացնելը չէ։ Նպատակը ընտրողին տանելն է ուրիշի գեղձ հեղինակության հետից։ Քվեարկության օրը ընտրիր այն Հայաստանը, որտեղ որոշումը կայացվում է ստուգված փաստերով, ոչ թե օտար լոգոյով սարքած կեղծ վերնագրերով։